կկարողանաս օրինակ արարած սար բարձրանաս։ Կա տենց ցանկություն թե չէ։ Վայ, ես հայրենասեր եմ, գնացի սար բարձրացա, գագաթին նկարվեցի, ինչ հավես է, վաու։ Իսկ ինչ արաբիզ է։ Իսկ ինչ արաբիզ։ Արաբիզ։ Կարծում եմ, որ տաշած քարը գետնին չի մնա, մեր սիրուն արտահայտություններից մեկը։ Խելացի ջաջաներ կամ ճոճաներ նստած կնոպկաները սեղմեն ու քեզ դաբրոն տալիս են, հա կոպիտ ասած, ու դու ճանապարհ ես ստանում դեպի լուսավորը պայծառ ապագա։ Հիմա ինտերնետը ցախ բոլոր խնդիրները լուծում է։ Անկեղծությունը շատ կարևոր է, մանավանդ եթե դու տվորչսկի մարդ ես։ Պրովոկացիոն հարցեր ես տալիս։ Մենք շատ գործիքներ կորցրել ենք այս տարիների ընթացքում եւ տարբեր ազգեր վերցրել են եւ իրանց սեփականաշնորհել են մշակույթային այդ մասը։ Հայկական երաժշտություն այնքան սիրուն է, այս մեր կոմիտասը այդքան չարչարվեց։ Եվ շնորհակալություն քեզ եւս մեկ անգամ, խնդրեմ որ դու նվագես։ Ինչ որ հետաքրքիր բան։ Вот, կնվագես թե չէ։ Ինչ որ ասեմ չէ։ Այսքանով սովորեմ։ Իհարկե, սիրով։ Сайтнова в исполнении Этери Хованесян. Ընկերներ ողջույն, Մտքարան ոդկասթի երկրորդ եթերն է, դուք գիտեք, որ մենք հրավիրում ենք տարբեր մարդկանց հետաքրքիր, որոնց հետ ուզում ենք ձեզ ծանոթացնել, եւ այսօրվա մեր հյուրը Էթերի Հովանեսյան։ Վստահ եմ շատերդ գիտեք Էթերին, ու այսօր մենք խոսանք տարբեր թեմաների մասին, Էթերի ողջույն, սկզբից։ Ողջույն Արամ ջան։ Կարես մի քիչ մոտիկ նստես։ Ողջույն Արամ ջան։ Էթերին չգիտեր, որ մենք այսօր ոդկաստ ենք նկարահանելու, եւ սենց սպոնտան ամեն ինչ ստացվել, որովհետեւ ես որոշեցի, որ իմ հյուրերին չեմ զգուշացնելու դրա մասին, որ ավելի սենց անկեղծ ու ոչ պատրաստված դա լինի, ինձ թվում է դա լավ։ Ավելի փշերի վրա որ լինի։ Չէ, ինձ թվում է շատ հետաքրքիր է լինելու։ Միձև Էթերին համոզել եմ, որ ոդկաստ անենք, մաքսիմալ ազատ ֆորմատով խոսելու ենք տարբեր հետաքրքիր թեմաների մասին։ Ես միշտ հրավիրելու եմ այն մարդկանց, ով ինձ շատ հետաքրքիր է, իրանց գործունեությունը ինչ հետաքրքրում է, ու ես կարծում եմ, որ շատ կարևոր գործով են այդ մարդիկ զբաղված Հայաստանում։ Եվս մեկ անգամ ողջույն։ Եվս մեկ անգամ ողջույն Արամ ջան։ Ես գիտեմ, որ դու նվագում ես կանոն, դու դասավանդում ես։ Դասավանդում էի։ Էի արդեն անցյալում։ Այո։ Ունես խումբ։ Մի խոսքով կարա սենց պատմես մի քանի սենց դրվագներով ինչով ես զբաղվում, որ ավելի ճիշտ լինի, որ ես որ ներկայացնեմ մի բան սխալ կասեմ։ Ինձ իրականում դժվար է ինքսի մասին խոսել, բայց իրականում հասկանում եմ, որ նաև առիթ է, որովհետև շատերը ինձ գիտեն որպես բլոգեր Instagram-ից եւ այլն, ու շատ քիչ մարդիկ գիտեն, որ ես իրականում պրոֆեսիոնալ երաժիշտ եմ, կանոնահարուհի եմ արդեն երկար տարիների համարյա 20 տարուն մնում է 18 տարվա նվագող եմ ու շատ ուրախ եմ որ առիթ անձեռնվել խոսել իմ մասնագիտական ուղու մասին, գործիքի մասին տեսնենք իսկ հետաքրքիր զրույց կստացվի չնայած որ ասում եմ այդ համապատրաստի վիճակը իմ համար ցած շատ լարող է բայց ընթացքում կծրվի այդ լարվածությունը։ Վստահ եմ։ Ասա որ մի քիչ անարդար է որ դու այդքան տարիներ սովորել ես դասավանդում ես, բայց մարդիկ շատ դեպքերում քեզ որպես օրինակ վլոգեր են ընկալում։ Ես այդ խնդրի հետ ամեն օր բախվում եմ, ես էլ օրինակ երկար տարիներ սովորել եմ, տարբեր կրթություններ եմ ստացել, իդեպ Էթերին շատ լավ է սովորել, կարմիր դիպլոմով ավարտել։ Երկու կարմիր դիպլոմ։ Երկու, հա, եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ պատկերացրեք ինչ քրտնաջան աշխատանքը էլ է ամենօրյա, որ այսօր ինքը կարողանա մեր մշակույթը ներկայացնի, բայց օրինակ այսօր որոշակի ակտիվություն կա Instagram, բայց մարդիկ ասում են բլոգեր է, ով միցա կարժեզրկման process կա, համաձայն չես։ Իրականում այդ իմ հումորներից է, որ երկու կարմիր դիպլոմից հետո ինձ չգիտեմ ինչ որ փոքր վիդեոներով են ճանաչում։ Իրականում պետքա մարդ իր մեջ ինքը կարողանա անջատել, հասկանալ ինքը ոնց է ներկայանում հանրությանը ու ոնց ավելի շատ լսելի կլինի։ Օրինակ իմ սկզբնական նպատակը եղել է բլոգի միջոցով կամած ծանոթացնել նաև իմ արվեստի հետ։ Օրինակ սա հենց առիթ հանդիսացավ, օրինակ, որովհետև եթե ինձ թվում է չլիներ Instagram-ը, մենք կարող է չճանաչենք իրար։ Ու տես արդեն իսկ առիթ է, որ խոսեմ գործիքի մասին եւս։ Ինչու սկսիր վարել բլոգը։ Ինքը շատ իդեպ հետաքրքիր է, գրանցվեք, հղումները նկարագրության մեջ են, ոնց է տենց ստացվել, ինչի արդյունքում դու սկսար վարել բլոգը։ Ես միշտ սիրել եմ այդ ամեն ինչ, ինքս ինձ նկարել, անգամ փոքրուց երբ որ չկային այդ դեռևս ինչ որ բլոգեր հասկացությունները կամ ինչ-որ բլոգ, Instagram եւ այլն, այդ շատ վաղուց էր։ Իրականում սենց իմ տատիկը միշտ կամերայով ա եղել մանկության տարիներին ես իրան հիշում եմ, սենց միշտ մեզ նկարել է ինչ-որ սենց հետաքրքիր հոլովակներ կան մանկությունից ու այդ թվերից սկսած ես միշտ սիրել եմ այս ամեն ինչը ու իրականում կարծիքով այս մեդիադարի ժամանակաշրջանում շատ հավես է որ դու ինքդ քեզ կարող ես ներկայացնել, իսկ հնարավորություն կա պետք չի սпасել, ինչ որ մեկը պրոդյուսինգ կանի, կարող ես
ինքդ վերցնել եւ սկսել, իրական կարևորը ցանկությունն է։ Բլոգն էլ այդպես իրական ոչինչ չի անում, բայց ինչ որ փոքրիկ լսարան ունեի, ով շատ ակտիվ էր, ու շատ ներգրավված էր իմ արած ամեն ինչի մեջ։ Կամաց էսի լավ, եթե կա այդ ադդաչը, քո խելքին ընկա սկսեցի ռուսերեն։ Այդ հայերեն չգիտեմ այդ բառը, բայց այդ արձագանք, վաու արա։ Լսարանի արձագանքը քանի շատ ջերմ էր, այսինքն որ պետք չի տենց խոզություն անել, պետք է ավելի լայնացնել ու ստացվեց, հիմա ահագին շատ մարդ է։ Ինձ թվում է, ինչ թվում է, չէ, արձանագրում եմ, որ ժամանակները փոխվել է ու եթե մի 10 տարի առաջ ինչ որ տաղանդավոր մարդը, որը պետք է ինչ որ ճանապարհ ունենար, պետք է օրինակ գնար մասնակցեր ինչ որ կոնկուրսների, հա, ու չգիտեմ գոլսա, X ֆակտորա, որտեղ ինչ որ խելացի ջաջաներ կամ ջոջաներ նստած կնոպկաները սեղմում են ու քեզ դաբրոն տալիս են, հա, կոպիտ ասած, ու դու ճանապարհ ես ստանում դեպի լուսավորը պայծառ ապագա, հիմա ինտերնետը ցախ բոլոր խնդիրները լուծում է։ Իրական դու ես, չէ՞, մասնակցել X ֆակտորին, եթե չեմ սխալվում։ 14 թվականին։ Հա, ես տեսել եմ այդ եթերը ու ինձ շատ ադուրեք է, ես քեզ գրեցի, որ անկեղծությունը շատ կարևոր է, մանավանդ եթե դու տворческий մարդ ես։ Ես միշտ տворческий բառը ուզում եմ ասեմ հանճարեղ, բայց դա գենին է, չէ՞։ Հա։ Հա, ну творческий բառը նկատի ունեմ։ Ու իմ համար կարևոր է որ մարդը անկեղծ լինի։ Այնտեղ այդքան էլ կարևոր չի։ Գուցե իր ձայնային օրինակ տվյալները այդ մարդու այդքան էլ բավարար չլինի ակադեմիականին, բայց եթե մարդը անկեղծ է, աստղով է, դա միշտ հաճելի է։ Դու այդ բոլոր հատկանիշները ճիշտ է ունես։ Վաու արա։ Դա հա բառարանա դասա։ Հա ու որի համար այդ ամենի համար ես քեզ շնորհակալություն եմ ասում, դա շատ կարևոր է որ Հայաստանում մենք ունենանք շատ լավ որակյալ արտիստներ ու անկեղծ արտիստներ, որոնք զբաղվում են այսպեսի կարևոր գործով։ Համաձայն ես որ հիմա պետք չէ մասնակցել տենց կոնկուրսներին։ Իրականում կոնկուրսը կարող է լինել շատ լավ հարթակ քեզ ցույց տալու համար, որտեղ ամեն դեպքում մենք ունենք տարիքային մի հատ սեգմենտ, ով դեռ հեռուստացույց է նայում, ու ինքը կարող է լինել լավ շանս սկսելու, բայց միևնույնն է ինքը չի կարող քեզ լիարժեք տալ այդ ուղին, որովհետև ինքդ մինչև քո վրա չաշխատես։ Հիմա էլ ասում եմ, հրաշալի հնարավորություն է մեդիադարի, եթե մեր ժամանակ մենք չգիտեմ գնում այդքան պարապում նվագում, դե համերգներ էինք ունենում, մեզ երկրում են երկրում դրա մասին ման մենք մենակ մենք ու մեր հարազատները։ Հիմա դու կարող ես այդ ամեն ինչը ամբողջ աշխարհին պատմել ու ճանաչելիություն լսարան նաև այդպես ձեռք բերել, բայց կարծում եմ այդ հաղորդումները ինչ որ չափով կարող են օգնող այդ ստարտը տալ։ Դու լրիվ չեմ բացառում։ Մանաճիկին գիտես։ Да։ Ինքը եկել էր այդ նորմալ է։ Տես ինքը եկել էր X Factor-ի հետ չեմ սխալվում, հա իրեն սիրո գանասեն դու երբեք չես դառնա։ Ինքը շնորհակ ինչ մեծ բարձունքների հասավ, դրա համար այդ կոնկուրսները ես ընդհանրապես չեմ սիրում ու շատ տաղանդավոր մարդիկ կա։ Մի հատ էլ sense սինդրոմ կա, չգիտեմ, այս թեմաները ես չեմ ակնկալում, որ դու մասնագիտական sense պատասխան կտաս, բայց հետաքրքիր ֆենոմեն կա, որ շատ բազմաթիվ կան տաղանդավոր մարդիկ, փայլուն ձենով, sense միջազգային մակարդակի, բայց իրենց մոտ չի ստացվում։ Օրինակ Ռուսաստանի մի հատ երգիչ կա, Պանայոտով Ալեքսեյ, չգիտեմ, լսել ես իր մասին թե չէ։ Ինքը ինտենց 20 տարվա կտրված քով շատ լավ ձեն ունի, իրան կանչում են, որ ինքը մակում երգի նախագահների համար, ու ինքը sense չնայած որ ինքը ամենաբարձր արտիստներից մեկն է Ռուսաստանում, որ ինքը պետք է ժյուրիում նստած լինի, բայց ինքը ամեն անգամ 0-ից սկսում է իր ճանապարհը, գնում է այդ կոնկուրսների ու չի ստացվում։ Հայաստանում էլ տենց մարդիկ կան, անունները չեմ հիշում, բայց հա տենն եմ 20 տարի այդ մարդիկ ամեն sense կոնկուրսների գնում են, ինձ թվում է որ իրենք չեն հավատում ոնց որ իրանց ուժերին, իրենք ուզում են ինչ որ համակարգի միջոցով երևի ինչ որ բանի հասնեն։ Ինչ ես մտածում այդ առումով։ Կարծում եմ, որ տաշած քարը գետնին չի մնա, մեր սիրուն արտահայտություններից մեկը, ու եթե մարդը իսկապես իր գործը սիրում է, ու իսկապես սրտանց զբաղվում այդ ամեն ինչով, մի օր իր աստղային ժամը կլինի, կարծում եմ, որ դա կլինի մրցույթների միջոցով, դա կլինի մեդիա դաշտի միջոցով, չգիտեմ, բայց որ կլինի, դա հաստատ է։ Այնպես որ կարևոր է շատ աշխատել ու հավատալ քո արածին, ինչ դու համերգներով գնում ես տարբեր երկրներ, եթե չեմ սխալվում Դուբայում ես նվագել, ճիշտ է։ Շատ Ամերիկայում, Եվրոպայում կպատմես հետաքրքիր ինչ որ պատմություն այդ վախտերից, ճիշտ է։ Ժամանակներից։ Ոյ, իրականում ես անչափ շնորհակալ եմ իմ գործիքին կանոնին, որ ինքը տվել է ինձ այդ հնարավորությունը ճանապարհորդելու, որովհետև ինձ որ հարցնում են քո կարծիքով ամենալավ բանը ինչ է աշխարհում, ասում եմ ճանապարհորդելը, աշխարհ տեսնելը, ու իմ գործիքին ինձ այդ հնարավորությունը տվել է, սա կարող է իդեպ երեխաների համար մոտիվացիա լինել, եթե լավ պարապեք։
ձեզ հնարավորություն կլինի տարբեր տեղերում ներկայացնել ձեր մշակույթը ու գործիքը։ Ու այնպես է ստացվել, որ 12 տարեկանից սկսած գաստրոլներ ենք ունեցել Եվրոպայի մի շարք երկրներում, մի քանի անգամ Ամերիկայում, այս վերջերս աշխատանքի հրավերով էի Դուբայում, էլի շատ հետաքրքիր փորձառություններ։ Իրականում հիմնականում հայկական համայնքն է հրավիրում այդ համերգներին ու մեզ նախապես ներկայացնում են, որ սենց մարդիկ սենց գործով գալու են, բայց միշտ շատ ջերմացնող է լինում արտասահմանցի հանդիսատեսի արձագանքը, որովհետև այնքան ջերմ, այնքան սիրով են միշտ մոտենում, հետաքրքիր է, մենք երբեք չենք տեսել այս գործիքը, կարելի է բոլոր մարդկանց առաջին հարցը կարելի է կպնել։ Իրականում կարելի է կպնել Արամ ջան։ Իրականում sense շատ կանոնը մի հատ կախարդական ֆունկցիա ունի։ Կանոնի վրա գլիսանդոն շատ հեքիաթային է ստացվում, ինքը շատ գլիսանդո, երաժիշտները գիտեն այդ ինչա։ Չգիտեմ գլիսանդո։ Ընդամենը մեկ շարժում է պետք քեզ, ուղղակի մատը sense այդ կողմից այս ком տար։ Կարամ են։ Իհարկե։ Всё, ты уже музыкант. Спасибо. Приходите на мои концерты. Ссылки в описании. Ու տենց այդ գլիսանդը որ ասում են կարեք, սենց անում են ուրախանում, շատ ջերմ արձագանք է ու իրականում հետաքրքիր փաստ ասեմ, որ հայկական երաժշտությունը լինի դա ուրախ, լինի տխուր, միշտ հուզում է հայ հանդիսատեսին, որտեվ արտասահմանցի հանդիսատեսին, որտեվ անկեղծ լիքը դեպքեր եմ սենց հիշում, որ իմ նվագիծելուց հետո սենց թաց աչքերով էին մոտենում, որ չգիտեմ ինչի մասին, ինչ եք նվագում, ինչով է սենց շատ է հուզում, սրտին կպնում է։ Իրականում թվա կանոնի ձայնն էլ այնք sense տրամադրող, որտեղ շատ լիրիկ, շատ հուզիչ ձայն ունի, բայց իրականում ծրագիրը որ նվագվում է բազմազան է, սկսած մեր հայկական սիրուն գործերից մինչև ջազ ու արտասահմանյան կոմպոզիտորների մշակում, երաժշտության մշակումներ եւ այլն, այսինքն բազմազան ծրագիր ունենք ու դրանով էլ ենք զարմացնում արտասահմանցի հանդիսատեսին, որ չեն մտածում, որ ինչ-որ ժողովրդական գործիքով կարելի է օրինակ ջազ կատարել եւ այլն։ Իա sense տափակ հարց կտամ, sense դուձի ֆորմատով, մոտավորապես ինքը ինչքան արժի։ Ոյ, իրականում գները շատ տատանվող են։ Մենք մի քանի վարպետ ունենք, շատ տխուր փաստ եմ ասում, որ շատ չեն վարպետները, ավելին ասեմ, կոնկրետ այս նորացված գործիքը, որ այսպես են շատ դիապազոն ավելի մեծացված, ավելի նորովի, ընդամենը մի վարպետ է պատրաստում, որ այսինքն ես եմ սիրում իր գործիքները, վարպետ ապրեսին ողջույններ մեր կողմից, շատ շնորհակալ ենք իր արած գործի համար, բայց ես ցավում եմ, որ այդպես շատ քիչ են մեր վարպետները, ու գները հիմա մինչև կարծեմ 400,000 այդպես այդ դրա սահմաններում են։ Ցավոք սրտի ոչ միայն վարպետներն են քիչ, այլ նաև նվագողները հիմա այս ասպարեզում ինչքան կանոն նվագող կա, քանի կանոն նվագող կա Հայաստանում։ Իրականում քեզ ուրախացնելու եմ Արամ, որովհետև տենդենսը գնում է դեպի ժողովրդականը սիրելը, դեպի ժողովրդականը գալը, որովհետև եթե մի ժամանակ չի ասի իմ շնորհիվ, իրականում մեր շատ այս գործում շատ նվիրյալներ ունենք, բայց շնորհակալ եմ ինչ որտեղ ինչ որ մեկին կարող է եւ ես եմ ոգեշնչել կանոնի գնալ, չգիտեմ, բայց այն եթե համեմատենք մի քանի տարի առաջվա ու հիմա մենք շատ մեծ աճ ենք գրանցել։ Այսինքն օրինակ կոնսերվատորիայում կանոնի բաժինը ամենաշատ դիմորդներն է համարյա միշտ ունենում։ Իրականում չեմ կարող չնշել, որ դա ի շնորհիվ մեր ֆանտաստիկ պրոֆեսորի Ծովինար Հովհաննիսյանի, որովհետեւ իմ դասատունել է ինքը եղել սկսած դպրոցից մինչև կոնսերվատորիա ինքը ֆենոմենալ մարդ է։ Ես կարող եմ ասել, եթե ընտրենք մեկին, ով փոխեց վերաբերմունքը, մշակույթը, ամեն ինչ այս ոլորտում, այդ Ծովինարն Հովհաննիսյան, որովհետև հենց իրենով կարծում եմ նոր շունչ առավ ու շատ մարդիկ ոգեշնչվեցին ու եկան կանոնի, որովհետև հենց ինքը բերեց այդ նոր նվագելավոճը, եթե շատ հին թվերին մենակ sense ցուցամատներով, ինչ-որ օրկեստրներում նվագում, ինչ-որ ստեղծագործներ եւ այլն, ապա իր շնորհիվ նոր դպրոց կարելի ասել ստեղծվեց, ավելի 10 մատն էլ օգտագործվում է ու կարծում եմ տենց նվիրալների անունները պետք է իմանալ, շատ շնորհակալություն Գեր Հովհաննիսյան ջան։ Կամ շատ կարևոր է, որ մարդիկ փոխանցեն իրանց գիտելիքներն ու փորձը այս ոլորտում, դա շատ կարևոր է ազգի համար, պետության համար անգամ, ցավոք սրտի Հայաստանում մենք այսօր ունենք տարբեր բնակավարների, այս վերջերս մոդը ասել կադրային սով, այս մարդիկ չկան, որոնք կարան այդ գիտելիքները փոխանցել, ցավոք սրտի երաժշտության ոլորտում էլ է դա շատ կարևոր։ Մենք շատ գործիքներ կորցրել ենք այս տարիների ընթացքում եւ տարբեր ազգեր վերցրել են եւ իրանց սեփականաշնորհել են մշակույթային այդ մասը։ Ես կուզենայի իմանալ կանոնի պատմությունը կոպիտ ասած ինքը ոնց հասկանում սա հայկական է, բայց կա ոչ հայկական, բայց ընդհանուր առմամբ կանոնը հայկական
ինստրումենտ է, գործիք է, թե Նայ, չէ։ արի որ ճիշտ ասենք, չենք կարող ուղղակի ասել, որ կանոնը դա հայկական գործիք է։ Կանոնը ունի արևելյան ծագում, այսինքն արևելքի մի շարք երկրներում ունեն կանոնանման գործիքներ, բայց կոնկրետ այս գործիքը մենք հստակ կարող ենք ասել, որ հայկական գործիք է։ Սա հայկական կանոնն է, ինքը տարբերվում է մի շարք բաներով արևելյան կանոններից, ավելի նուրբ, ավելի մեղեդային է իր հնչողությունը, ընդհանրապես ունի երկու մանդալ, ավելի դասական գործիքի հնչողությանը մոտեցրած, այսինքն այդ արևելյան կանոններում մանդալները շատ են ու այդ կիսատոնային կախ հնչերանգի համար է դրանք նախատեսված, մեր մոտ այդպես չի, հնչողությունը ավելի մաքուր, ավելի դասական է, նախշազարդերը եւ այլն, այսինքն շատ տարբերող բաներ կան ու վստահ սա մեր հայկական կանոնն է, այսինքն այս տարատեսակը հայկական է։ Իրականում շատ հետաքրքիր է։ Մենք անպայման կնվագենք վերջում, չէ՞, որ մարդիկ լսեն։ Ռուսաստանում էլ իրականում ես տարբեր համայնքային միջոցառումների ժամանակ փորձում էի գտնել մարդկանց, ովքեր կանոն են նվագելու, բայց ինձ թվում է այնտեղ sense սիրուն զարդանախշեր չկային։ Կարելի է մտածել, որ դրանք հայկական չէին, թե անպայման պետք է զարդանախշ լինի, որ հայկական լինի։ Տեսեք, օրինակ արևելքի մի շարք երկրներում միշտ շատ կանոնների վրա այդպես դրոշի ինչ որ առանձնահատկություններ կան փորագրած, որ հասկանում ես, որ սա տվյալ երկրի գործիք է։ Գործից հասկացող մարդը միանգամից անձն աչքով կիմանա, որ սա հայկական է, որտեղ էլի ասում մանդալները քիչ են, գույնը ավելի բաց է, այդ արևելյան գործիքների ավելի մուգ փայտից են պատրաստում սովորաբար։ Այդպես Այսինքն հասկացող մարդը հասած կտարբերի, կհասկանա, որ սա հայկական գործիք է։ Դե մեր նպատակը հիմա այնց անենք, որ այն մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն հասկանում, մոտավորապես sense իմանան։ Ну, լավ, դա արդեն մի քիչ առանձին հարց է, մենք մեր մոտ կտեղադրենք հետաքրքիր մի հատ նյութ, դրա համար գրանցվեք։ Տես, ես գիտեմ, որ դու բացի ժողովրդական երաժշտությունից դասական նաև ունես խումբ ընկերներիդ հետ եւ այնտեղ փորձում եք ինչ որ արդին այդ սավրեմենն է, չէ՞։ Ահա, ժամանակակից երաժշտությունը ինչ որ ձև սինտեզել մեր անցյալի երաժշտության հետ եւ շատ սիրուն է ձեր մոտ ստացվում կպատմես խումբի մասին եւ ինչ նպատակով եք բացել։ Իմ խումբը, այսինքն ես համարում եմ իմ խումբը, բայց ես խմբի անդամ եմ ուղղակի։ Խումբը կոչվում է Կարա լինի։ Շատ հետաքրքիր պատմություն ունի, չգիտեմ իրականում կարելի է դրա մասին պատմել, թե թող դա լինի գաղտնիքը մեր խմբի, թե ինչու է այդպես կոչվում։ Բայց կարծում եմ խումբը շատ հետաքրքիր գործառույթ ունի, ինչպես դու ասեցիր, մեր հայկական սիրուն երգերը միքսել ավելի ժամանակակից մեր փոփ երգերի հետ, մեր չէ, արտասահմանյան փոփ երգերի հետ։ Ես կարող եմ ասել դրա օգուտները իմ կարծիքով որն են, որ ինչքան էլ մենք ուզենք, որ մեր երկրում բոլոր երեխաները, ինչու ոչ բոլորը, ոչ միայն երեխաները, իմանան մեր բոլոր հայկական երգերը, չգիտեմ, ամեն օր հայկական երաժշտություն լսեն եւ այլն, հնարավոր չի, որովհետեւ մենք ապրում ենք այս ժամանակներում անհնար է անդադ ստիպել, որ լսեն հին երաժշտությունը, որովհետեւ բնականաբար ժամանակները փոխվում են, նախասիրությունները փոխվում են, բայց սա հիանալի միջոց է, որ հնարավորություն տար, որ մարդիկ լսեն ժամանակակից մեր օրերի երաժշտություն, բայց այսպես նաև այն որ հայավարի ասած ձեռքի հետ էլ վերհիշեն մեր հայ երգերը, այսինքն այդպես մենք sense շատ հետաքրքիր ձևով ռոպագանդում ենք նաև հայկական երաժշտությունը։ Շատ շնորհակալություն Գարիկին Պապոյան, իր միտքն է իրական, խումբն էլ է, մեր պրոդյուսերը ինքն է, ու շատ հավես բան է անում, գործ է անում մեր երկրի համար, իմ կարծիքով, որ այդ հին երգերին նոր շունչ են տալիս։ Այդ հավեսը։ Եթե չեմ սխալվում, իրանք մի 10-15 տարի առաջ Արամեն Պետրի հետ վիտամինակումբի շրջանակներում էլ տարբեր տենց երգեր փորձում էին արդիականացնել եւ իրանց մոտ շատ հետաքրքիր էր ստացվում, իրանք անգամ ռաբիզից էին վերցնում ինչ որ երգեր եւ կարողանում էին սիրուն գործիքավորմամբ սիրուն երգեր դարձնել, այո։ Մի քանի երգ կար, ես ուրեմն դպրոցական տարիքում լսում էի եւ ինձ թվում էր, որ այդ երգերը նոր ինչ որ իմաստ են, ինչ որ իմաստ կար թաքնված ռաբիզային երաժշտության մեջ, որը մենք եւ իրականում կատակը մի կողմ կարող է շատ սիրուն բառեր գրված լինեն, բայց այդ կատարելա ոչ այնքան վանող լինի, որ ուշադրություն չդարձնես, որ դա իրականում շատ գեղեցիկ բառեր են, ու այդ ինչ որ սիրուն կատարման շնորհիվ նոր իմաստ է ստանում։ Ոնց էս վերաբերվում ռաբիզին, մի քիչ արի պրովոկացիոն հարցեր ես տալիս։ Պրովոկացիոն հարցերի անցնենք։ Ես մի հատ այս հարցին պատասխանեմ մի հատ ուրիշ հարցով։ Իսկ ինչ է ռաբիզը։ Իսկ ինչ է ռաբիզ։ Ռաբիզ։ Ես մի հատ էսպիսի բան հասկացա այս վերջերս, որ մենք լսում ենք այդ կլկլոցով երաժշտությունը, ու մեզ այդ շատ վանում է, որովհետև մեր երկիրը ունի մեծ պատմություն ու շատ ամբողջ
մեր երկրի պատմության ընթացքում չեմ ուզում շատ ինչ-որ հիմա հզոր մշակույթ, բայց նաև շատ պատերազմական իրավիճակներ, գիտենք բոլորս ոնց ինչ, չեմ ուզում շատ խորանալ այդ պատմական ակնարկի վրա։ Հիմա ես այսպեսի հետաքրքիր բացահայտում եմ արել, երբ որ Դուբայում էի աշխատում ու սովորում էի այդ արաբական երաժշտությունները, ես շատ չեմ վախենա այդ բառից, զվանքով էի անում, որովհետև մի տեսակ ինձ վանում էր, ինձ թվում էր, ես չգիտեմ, ազգին դավաճանում եմ, չնայած որ ընդունենք, որ արևելքը դա մեծ տերություն է, մեծ մշակույթ, այսինքն այդ կապ թշնամիների հետ կապ չունի իրական, արևելքը դա մեծ հասկացություն է, բայց այնց ինչ-որ ներքին խռովվածություն ունեի, ու երբ որ ես ուսումնասիրեցի մի քիչ այդ արևելյան երաժշտությունը, հասկացա, որ իրանք ֆանտաստիկ սիրուն մեղեդիներ ունեն, շատ սիրուն բառերի վրա բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր եւ այլն, ու հասկացա, որ դա իրենց մայրենի լեզվով շատ սիրուն է հնչում, դա իրանց արվեստն է, իրանց երաժշտությունն է, հրաշալի է ու շատ սիրուն օրինակներ ունեն, երբ որ ես սկսեցի ուսումնասիրել, ես անգամ սկսեցի շատ սիրել այդ երաժշտության շատ նմուշներ, ու ես հասկացա գաղտնիքը որտեղ է, երբ որ դա հայոց լեզվով է արվում, այսինքն այդ արևելյան լադերի կլկլոցները հայոց լեզվով արվում, դա վանում է, դա իսկապես շատ է վանում, ու եթե մենք ռաբիզ երաժշտությունը ասում ենք հիմնական այդ կլկլոցի հետ, իմ կարծիքով գաղտնիքը նրանում է, որ այդ մեր սիրուն հայոց լեզվով այդ ամեն ինչը մաքսիմալ անբնական է։ Ես չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, չգիտեմ, ճաշակ, ամեն մեկն ունի իր նախասիրությունները, եկեք չհերքենք, որ մենք էլ այդ մեր քեֆերի եւ այլնի ժամանակ շատ լավ էլ երկում, պարում, ուրախանում ենք այդ երաժշտության տակ, այդ արտահայտությունը կա, չէ՞, Մոցարտի տակ հարսանիք չես։ Չէ, օրինակ ինչ դու ես անում կամ լիք խմբեր կա Հայաստանում, նույն Գարիկ ենք բանենք, դա ռեինկարնացիա։ Ես ուղղակի չեմ ուզում մարդկանց նեղացել, ամեն մարդ իր արվեստով ազբաղվում, ամեն մարդ իր ճաշակն ունի։ Հիմա բնականաբար ինձ քեզ դա կարող է հաճելի չլինել, բայց շատ մարդիկ կան, որ օքեյ են դրա հետ, բայց ասում եմ, իմ կարծիքով խնդիրը հենց այդ է, որ մեր հայոց լեզուն ու այդ կլկլոցները իրար հետ համատեղելի չեն։ Այսինքն, եթե մենք ունենք շատ սիրուն լադային համակարգ, հայկական երաժշտությունն այնքան սիրուն է, այս մեր կոմիտասը այդքան չարչարվեց, մաքրեց մեզ այդ կլկլոցներից, որ մենք այդքան սիրուն բազա ունենանք ու իրականում քիչ обидный վիրավորական չէ։ Այդ բառը ոնց պետք է այդ հայերեն թարգմանությունը գտնի։ Жень, может, ты знаешь, как будет слово обидный на армянском? В общем, обидня. Մի խոսքով դա հենց տենց, որ այդպես սիրուն բազա ունենք ու չենք օգտագործում, ավելի գնում ենք ափսոս, այո, հրաշալի բառ կտար ափսոս։ Գիտեմ, դու տեսել ես իմ վիդեոները, որ ես վերցնում եմ հայկական երգերը տարբեր, օրինակ Արամ Ասատրյանի ռեպերտուարից, Սարոթ Հովմասյանի։ Օրինակ կներես, որ ընդհատում եմ Արամ Ասատրյանի, ես մի տեսակ իհարկե մեր ռաբիս երաժշտության ներկայացի, բայց դա ինչ-որ ջերմ բան կա։ Ես օրինակ շատ երգեր գիտեմ ու անգամ Դե մենք մեծացել ենք այդ երգերը։ Այո, ուզում ասեմ, կա նույնիսկ այսպես ասենք, կա որակով ու անորակ ռաբիս։ Իրակ շատ վատ ռաբիս երաժշտություն կա, շատ։ Բայց օրինակ կա նաև sense հոգու երգեր, օրինակ Թաթային շատ ժամանակ ասոցացնում են ռաբիս երաժշտություն։ Ես չեմ համարում Թաթային ռաբիս, շատ սիրում եմ օրինակ Թաթային։ Ու կլսեմ իր երգը շատ սիրով, երևի ցմա։ Բայց շատերը իրան ասում են ռաբիս երաժշտության հետ, օրինակ։ Այսպեսի բան ասեմ Արամ, տես կարող ես, եթե ցանկանում ես նվագել ինչ-որ արևելյան ոճի երաժշտություն, դու կարող ես լսել. Ես երբեք դեմ չեմ սովորել ումից ուզում եմ որ լինի, բայց դու դա չներկայացես որպես քո ազգայինը։ Ընդունես, որ ես սա սովորել եմ իրենցից։ Okay։ Ես դա ավելի շատ կհարգեմ, քան որ օրինակ վերցնել իրենցը նվագել ու ներկայացնել մերի տակ, այդ մի քիչ իսկ այդ ափսոսը այդ պետք չի անել։ Այս վերջերս էլ Գոր Եփրեմյան տենց երգիչ կա, ճանաչված ԱՄՆ-ում ապրում, Հայաստանում էլ տարբեր ադրբեջանցիք դատի էին տվել, որովհետև ինքը վերցել էր ու կոպիար էր երաժշտությունը ու երգը իր ջնջել են։ Ես ուսումնասիրում եմ էլի շատ։ Ու նաև մեր Էրիկ Կարապետյան անունով երգիչ ունենք, շատ ճանաչված։ Ինքը հակառակ process-ն է տեղի ունեցել ադրբեջանցիք են վերցրել իր երաժշտությունը, ոչ ավելի ոչ պակաս sense երգ ինչ որ։ Ես չեմ լսել, բայց գիտեմ։ Ինքը կարողացավ, եթե չեմ սխալվում, Google-ին ապացուցել, որ ինքը իր երաժշտությունը եւ գողացել են։ Ինձ թվում է, որ մենք պետք է այդ բարոյական նորմերը ոչ միայն հայերի շրջապատում, հա, փորձենք ձևավորել, եւ բայց նաեւ ոնց որ կարողանանք պայքարել եւ դիմադրել։ Բայց դա հարցն է, որ մարդիկ պետք է զգան պատասխանատվությունը իրանց արած գործի համար։ Եթե դու վերցնում ես անորակ ոչ միայն երաժշտության ոլորտում, տարբեր
նաև չգիտեմ, սկսած քաղաքականությունից մարդիկ վերցում են, չգիտեմ, ինչ որ նախընտրական փուլի ինչ որ վիդեոներ տարբեր քաղաքական գործիչներից նույն բանը անում են եւ փորձում են, դες մենք պետքա ցույց տանք, որ դա պետք չի, ավելի կրեատիվ մոտեցում ցուցաբերեք, փորձեք, եթե ինչ որ բանը վերցնում եք, հղում արեք, դա նորմալ է։ Շատ կարևոր բանի մասին ես խոսում։ Իրականում հիմա էլ մենք օրինակ մեր խմբի կարելինի ֆորմատը cover երգեր ենք անում ու դե պատկերացնում ես չնշենք բնօրինակները որտեղից են։ Մեծ խնդրի առաջ կկանգնենք։ Իրականում միանշանակ, դες ես դեմ չեմ, չնայած չխափեմ, դեմ եմ մեր թշնամի պետությունից ոգեշնչվելու process-ին, անկեղծ շատ դեմ եմ։ Ինչքան ուզեցի տոլերանտ լինեմ, այս հարցի շուրջ չի ստացվում։ Անկամ եթե ասում եմ ինչ որ ոգեշնչում կա ինչ որ բաներից, պետք չի դա ասենց 100%-անոց կիրառել ձեր արվեստի մեջ, որովհետև ասում ենք շատ սիրուն բազա ունենք, շատ սիրուն երաժշտություն ունենք, ֆանտաստիկ երգահաններ, կոմպոզիտորներ ունենք եւ այն ժամանակ եւ մեր օրերում հաստատ կարելի է մերը վերցնել, զարգացնել, սիրունացնել։ Մենք շատ բառեր ունենք, որոնք արժեզրկվում են տգիտության պատճառով։ Օրինակ, հիմա ամեն մեկին հարցնես ինքը ազգային է։ Ազգային երգ, ազգային տարազ, ազգային, օրինակ մենք այս վերջերս վիդեո ենք տեղադրել տարազների հետ կապված։ Այսինքն վերնիսաժից առնում են, այդ կտորը Թուրքիայում է կարվում, անդե հոգեբանական էլեմենտ կա, անդե խաչեր են անում, նուրբան, մասիսար են անում, բայց որը չի համապատասխանում մի խոսքով, անդե մենք նայում ենք, խնդալու էլ է, այդ ամեն ինչը եւ մարդիկ վերցում են այդ ամեն ինչը, օրինակ այդ կտորներից տարազ են կարում, ինչ որ երաժշտություն են վերցում եւ այդ ամեն ինչը իրականում արդեն գնում է абսուրդի է հասնում եւ ազգայինը, որը իսկոնը նаше, оно от этого страдает в конечном итоге, ու շատ դեպքերում երիտասարդները չեն ուզում այդ ամեն ինչը ասոցացվեն։ Իրանց թվում է, որ այդ ազգայինը մի քիչ բանով գնում են դեպի ավելի ինչ որ абստրակտ ինչ որ երևույթների շրջանակներում են իրանց գործունեությունը ծավալում, որ հանկարծ չասոցացվեն այդ ռուսեն մի հատ լավ բառ կա զաշկվար, սեջմ զաշկվարում։ Մեր նպատակը որն է, որ մենք կարողանանք հասկանալ ինչն է արդյոք մեր ազգայինը, ամեն ինչ պատմությունից սկսած մշակույթ, չգիտեմ, դե ֆիլմեր եւ այլ եւ փորձենք այդ ճանապարհին քարտեզ ինչ որ ունենանք ու ինչ որ սկզբունքներ ընդգծենք, որ կարողանանք մեր միտքը, չգիտեմ, ինչ որ գործունեություն ծավալել adekvat ինչ որ միջավայրում, բայց դրա համար պետք է ժողովրդին կրթենք։ Այն ինչ դու անում ես քո բլոգի միջոցով, չնայած որ ընդ շատ հումոր կա, դա լավ է, դա եւս հայրանանվեր գործունեություն է իմ կարծիքով ու ոչինչ որ ընդ դա դաժե լավ է, որ դու շատ քո մասին ես այնտեղ պատմում եւ ես օրինակ երկար տարիներ այն գործունեությունը, որը վարում եմ, ես իմ դեմքը չէի ցույց տալիս ինկոգնիտո էր, բայց հենց ես իմ դեմքը ցույց տվեցի 60%-ով բարձրացավ ակտիվը։ Դրա համար շատ կարեւոր է ոչ թե այն ինչ են ասում, այլ ով այդ խոսքերի հետևում կանգնած։ Դրա համար դա շատ լավ է։ Դու նաեւ ճանապարհորդում ես Հայաստանով։ Դու շատ ես սիրում սարեր, գորին են գբարևում։ Այո։ Ողջույն գոր։ Այո, Արմենիա տուրի ինքն էլ շատ հայրենանվեր գործանում եւ ինչ ես դու ոգեշնչում ես մեր սարերից, ինչ ես դու երաժշտություն լսում ես ճանապարհորդելու ընթացքում թե չէ։ Միանշանակ ընթացքում ոչ միայն ես իրականում sense մի հատ բան ասեմ, էլի չեմ ուզում մեծամտություն հնչի, բայց բոլոր արշավականները իմ կարծիքով շատ հայրենասեր, sense շատ ճաշակով մարդիկ են, sense ինչ որ քյարթու արշավական ես չեմ ճանաչում, կներեք իհարկե sense շատ մեր խոսակցական լեզվով ասեցի այդ ամեն ինչը, բայց իրենք բոլորն են սիրում մեր երաժշտությունը, շատ ճաշակով երաժշտություն են լսում ու sense ամբողջ արշավի քայլքի ընթացքում sense ինչ որ հայկական հավես երգեր են դնում երեխեքը, ես sense իրարով լսելով sense հավեսով բարձրանում ենք։ Իրականում ուզում եմ մի հատ շատ կարևոր բանի մասին խոսել, չռոմանտիզացնել սար բարձրանալը, որովհետև sense թվում է, որ վայ ես հայրենասեր եմ, գնացի սար բարձրացա, գագաթին նկարվեցի, ինչ հավես է, վաու։ Իրականում այդ այնքան տենց չի, ես այս մասին միշտ ուզում խոսել, չեմ ուզում վանել, բայց նաև ուզում զգուշացնել, որ անպայման պետք է ունենալ պատրաստվածություն սար բարձրանալու համար։ Եթե նոր եք սկսել ավելի ինչ որ փոքր քայլքերից, փոքր արշավներից, որովհետև ես օրինակ վերերքներիցս մեկի ժամանակ պանիկական panic attack ոնց է հայերեն Պանические атаки հայերեն։ Պանիկական հարձակում, չգիտեմ։ Ոայ, ոնց մի խոսքով, շատ մենք ստեղ այդ կգրենք ժողովրդը։ Որովհետև sense այդ ֆիզիկական բարդություններից ելնելով եւ այլն, ուզում եմ ասեմ sense ինքը sense շատ հեշտ ու հավես բան չի, իրական պատասխանատվություն պետք է ունենալ, բայց ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական։ Միանշանակ ու շատ խորհուրդ կտամ նախ սկսել
փոքր քայլերից եւ այլն, դուք կհասկանաք, որ ինչքան եք սիրել այդ գործընթացը, որտեղ ինքը sense թերապիա է լրիվ առանձին, ու երբ որ արդեն sense սկսեք հաղթահարել մեր այդ սիրուն սարերը, չգիտեմ, այնտեղ ֆանտաստիկ սարեր ունենք, ֆանտաստիկ բնություն ունենք, ես միշտ ասել եմ, որտեղ էլ որ գնամ, որտեղ էլ որ լինեմ, sense մեր Հայաստանի համար առաջին տեղում է, որովհետեւ շունչս էստեղ է բացվում, ինչքան էլ ինչ որ տարօրինակ բաներ կատարվեն ընթացքում, չգիտեմ, քաղաքական, մշակութային, ես իմ չգիտեմ ինչեր, բայց մեկը մեր ես միշտ ով որ ասում եմ, վայ երկիրը երկիր, ասում երկրին չկպնեք։ Ով ինչ ասում է, ով երկրին կամ մեղք չունին, ֆանտաստիկ sense մի հատ տարածք է, ֆանտաստիկ արվեստով, պատմությամբ ու շատ կարևոր է ճանաչել երկիրը, սկսում են սիրել ճանաչելով 100%։ Ես որ միշտ տարբեր տեղեր գնում եմ, հետս վերցում իմ ջեբերի կեսա պակետները, որտեվ ցավոք սրտի մենք ընդ շատ աղբ ենք տեսնում այս կամ այն տեղերում եւ դա արդեն բացական կողմն է, եմ ասում, եթե դուք ինչ որտեղ գնում եք, խնդրում եմ, մի թողեք ձեր հետևից աղբ, այ նաբարոտ հավաքեք, փորձեք ակրակը մաքուր պայել մեր բնությունը մեղք չունի։ Եթե դուք հայրենասեր մարդ եք եւ մտածում եք, որ ամեն անգամ սիրուն կենացներ եք բարձրացնում, հավատացեք, որ այդ փոքր հարցերն էլ նաեւ շատ կարեւոր են։ Առաջի հարցը՝ դու գնացել ես Արևմտյան Հայաստան։ Չեմ եղել, չէ։ Ես էլ չեմ եղել։ Կկարողանաս օրինակ Արարատը բարձրանաս։ Կա տենց ցանկություն թե չէ։ Այս տարի որոշել էի բարձրանալ Արարատը, բայց մի քիչ ասում եմ իմ պլաններն ու ցանկությունները խախտվեցին, ավելի ռեալ սկսեցի մտածել, որ հիմա դեռ պատրաստ չեմ, որովհետև էլի եմ ասում, հիշենք, որ սա բարձրանալը ինքը ռոմանտիկ ինչ որ զբաղմունք չի, ինքը իրական իրոք պատրաստվածություն է պահանջում, ոչ միայն ֆիզիկական, այլ նաև ահռելի գույք է պետք մասի սարը բարձրանալու համար իրականում հետո իրական մտքի աշխատանքել է պետք ես ներքից զգացողություն որ այս տարի պատրաստ չեմ բայց որ հաստատ անելու եմ իրական մի քանի սարեր ինչքան շատ եմ ասում իրականում վառ մի քանի սարեր կան որ մինչև Արարատը խորհուրդ է տրվում բարձրանալ հա ես մինչև ես բարձրացել եմ Խուստուփը դիմացը Աժդահակը Բերթակարը Լիճքի ջրվեժները սրտեր ջրվեժ մի խոսքով շատ սիրուն պատմություն ունեմ սարային, բայց միևնույն է, օրինակ Արագած դեռ վախենում եմ Հյուսեյն Գագաթը բարձրանալ, որտեղ sense շատ sense քարքարոտ է իրականում շատ հավես է, բայց դեռ ունեմ վախ այդ ամեն ինչի նկատմամբ։ Դրա համար այսի մեր սարերից, մեր երկրի տարածաշրջանի սարերից sense կվերջացնենք ու իմ գլխավոր նպատակներից մեկն է Արարատը բարձրանալը։ Ես օրինակ չեմ կարող։ Չեմ ասել երբեք։ Չէ, տարածք գնալ անգամ ինձ թվում է։ Ես շատ երկար 10 տարուց ավել մտածել եմ բայց մի տեսակ ինչ թվում է։ Ես քո լսարանին խոսք եմ տալիս, որ դու բարձրանալու ես Արարատ։ Այո։ Լավ։ Հետաքրքիր բան ես ասում։ Չէ, շատ են առաջարկել, ոչ միայն Արարատ, գնամ մեր պապերի այդ տեղը բնակավայրը Թիմարու շրջան Քոչանի գյուղ, իմ պապերն հիմն է, բայց այնտեղ անգամ քարտեզոտ sense բան ունենք, որտեղ է մեր տունը գտնվե պապերի եւ այլ, բայց ես ինչ հետաքրքիր չէ, որ ընդհանրապես ոնց որ կապ չունեմ, ես օրինակ գնամ, ես ոչ ոք չեմ հասկանում, բայց այնտեղ նեք պապերս 1830-ից մինչև 1915 թիվ ապրել են։ Հետաքրքիր sense մտածելու բան է տալիս։ Հետաքրքիր է կյանքը ապագայում ինչ մեզ կնվիրի, կպարքեվի, այս կտորը հետաքրքիր ապագայում sense ցույց են տալի, որ դու խոսք ես տալի այդ երաշտության տակ։ Ես կասկածներ չունեմ։ Ես այտենց մարդ եմ, եթե մի բան որոշում, հաստատ անելու եմ։ Արարատի հետ կապված պլաններ, ասում այս տարի կային անգամ, բայց ավելի ռեալ որոշեցի մտածել, եթե ոչ ես մյուս հաստատ իրագործելու եմ, հաստատ։ Միանշանակ։ Շնորհակալություն շատ։ Իրականում ես մաքես գովալ եմ։ Չէ։ Կադրը sense բանք։ Ընկերներ մենք շատ ենք խոսում հայրենիքի մասին, ասում ենք, որ մենք չունենք մասնագետներ այս կամ այն ոլորտի, բայց մենք հրավիրում ենք այդտեղ մարդկանց, որոնք դիվանագիտության, չգիտեմ, երաժշտության, իրավաբանության կապ չունի գիտական ոլորտի մարդկանց եւ ցույց ենք տալիս նրանց աշխատանքը, այդ մարդկանց ենք ցույց տալիս եւ շատ կարեւոր է որ դուք հետեւեք այդ մարդկանց եւ ինչ որ ձեւ փորձեք vocation check, որովհետեւ հիմա Հայաստանում շատ մեծ կրիզիս կա։ Հիմա Սփյուռքում որ գնում ենք, ճանապարհորդում ենք, մարդկանց հետ խոսում ենք, բոլորը ասում են Հայաստանում մասնագետ չկա, Հայաստանում սաղվատ է, բան չկա, ինտելիգենցիա չկա, մտավորականություն չկա։ Կան այդ մարդիկ։ Բոլոր ոլորտներում էլ մենք ունենք լավ նվիրալ մարդկանց, որոնք իրանց կյանքը ապարգևում են այս կամ այն ոլորտին եւ պետք չի այտենց բաներ ասել։ Մեծ, հա։ Այսօր մի հատ այնց չեպ եմ ունեցել իմ եթերում դրանից առաջ։ Կպատմես։ Ուրեմն եթերին այդ չեպ է։ Բախենալու է ձեր մոտ ինչ-որ բան խոսա։ Խի։ Չէ, իրականում սենց էլի սենց մեր ռաբիզ երկերից մեկը հնչեց եթերի ժամանակ, պետքա գուշակեի
ինչ երգա ու ով է երգում ու սենց երգը այնքան ամեն մեքենայից եւ ինչ որ վայրերից լսված որ երգը ծանոթ էր, չեմ կարող ասել որ ծանոթ չէր, սենց իրական չեմ հիմա չեմ հիշի երգը, որ սենց ասեմ սենց չեմ սիրում ասել որ ես չեմ լսել առաջին անգամ լսում, չէ սուտ կլինի, որովհետեւ ինձնից անկախ ամեն ուրեք են այդ երգերը, բայց ով էր երգում չի հիշում, ու սենց անընդհատ ում հետ ասոցացնում էի երաժշտությունը անուններ էի տալիս, ասում են չէ ինքը չի, ու սենց արտահայտությունեցի կներեք, իմ համար իրանք բոլորը նույն անունն ու նույն դեմքն ունեն, իրանց չեմ տարբերում, հասկացա ես վիրավորում եմ արտիստներին ու սենց շատ վատ զգացի դրանից, չեմ բոլորը իրենց չոր արվեստն ունեն, չեմ ուզում իրոք վիրավորել, այս դեպքում մի հատ sense շատ կարևոր բան ասեմ ու այս միտքը սահմանափակենք, այս վերջերս շատ սիրուն միտք լսեցի, որ ասում է, եթե մենք ինչ-որ մի բան չենք փոխում, մենք այդ ընտրում ենք։ Այո։ Մենք յուրաքանչյուրս մեզ ոչ ոք չի ստիպում լսել այս կամ այն երաժշտությունը։ Մենք ենք ընտրում այն, ինչ որ մենք ուզում ենք լսել, ինչ որ մենք ուզում ենք անել, ինչ որ ուզում ենք ապրել, ինչ որ ուզում ենք ոգեշնչվել, այնպես որ ամեն մարդ ինքն իր ընտրության համար է պատասխանատու։ Այսպես ես մենաշակ համաձայն եմ, որ նման նախագծերը ձեր արած գործը շատ հավես է, շատ ազգանվեր է, բայց նաև շատ կարևոր է թե դիտորդը ոնց է անցալում ու ոնց է քաղում այդ ինֆորմացիան։ Դրա համար երևի ես խոսքս ուղղված է բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ հիմա լսում են, որ շատ հավես կլինի այդ լսելուց, հասկանալուց, սիրելուց բացի նաև կիրառել, որովհետև փոփոխությունները լինում են այն ժամանակ, երբ որ սկսում ես արդեն այդ գիտելիքներն ու այդ լավ կարծիքը կիրառել, այդպես։ Չէ, իրականում այդ երաժշտության ու ընդհանրապես մշակույթի ազդեցություն թե մարդկանց վրա, թե հասարակությանը ահռելի մեծ ուրեմն ազդեցություն ունի։ Դուք փորձեք օրինակ մեքենայի մեջ կլասիկ երաժշտություն լսեք, որից օրինակ ընդհանրապես գաղափար չունեք, բայց ինքը եթե ֆոնով տենց մի ամիս, 2 ամիս, 3 ամիս դուք լսեք, դուք կտենաք ոնց է ձեր միտքը փոխվում, ձեր պահելաձևը փոխվում։ Արամ, ուզում եմ շատ լավ բան ասել, իրականում ես չգիտեմ ինչի հետ է դա կապված, բայց այս վերջերս շատ վարորդներ եմ հանդիպում, ովքեր հենց դասական երաժշտություն են լսում ու շատ դու բիզնես կլաս ես պատվին Comfort Plus նյարդերը խնայելու համար չէ դե իրականում հումորային մասը մի կողմ ես չգիտեմ ինչի սկսել եմ նկատել որ մարդիկ այս վերջերս շատ են գնում դեպի շատ սիրուն արվեստը մեր ջահելների մեջ եմ տեսնում որ ովքեր շատ ճանապարհորդում են ում համար առաջնայինը օրինակ ինչ որ թանգարաններ գնալ ինչ որ sense համաշխարհային սիրուն գործեր տեսնելը այսինքն իմ կարծիքով ուզում եմ շատ անպայման այս մասին էլ խոսել երբ մոտիվացիալ կարա դա հանդիսանալ որ շատ դեպի լավն ենք գնում ես տենց զգացողություն եմ ես տենց եմ տեսնում կարող դուք ավելի շատ եք ուսումնասիրում ավելի շատ եք տեսնում ես ուզում լավատես լինել ես ամեն ինչի մեջ որ sense շատ դրական փոփոխություններ նկատում եմ մարդկանց ու երիտասարդության մեջ ես վերջ Տատիս էր ասում, Աստված ձեն։ Լսի, չէ, լավ լինելու, լավատես լինեք։ Նաև քո շնորհիվ, իրականում ես հավատում եմ, որ դեպի լավն է գնում, եթե մենք այդ հույսը կորցնենք, անիմաստ է այս ամեն ինչը լինելու, երիտասարդները իրոք շատ կան, թե Սփյուռքում, թե Հայաստանում, պետք է լավ դեմքեր ունենք։ բոլորին ծանոթացնել մեկը մյուսի հետ, որ բոլորը տեղափոխվեն Հայաստան, կամ լավ, եթե մնում են Սփյուռքում, բայց շարունակեն լավ բաները, ոչ թե աղետը, որը Ջան Հայաստան, լավ։ Եվ շնորհակալություն քեզ եւս մեկ անգամ, խնդրեմ որ դու նվագես։ Ինչ որ հետաքրքիր բան։ Вот, կնվագես թե չէ։ Ինչ ասում չէ։ Այսքանով զանով։ Իհարկե, սիրով։ Сайт Nova в исполнении Этери Хованесян.
Это очень красиво. Փոքրիկ հատված։ Շատ սիրուն էր։